405 կրթական դաշինք զարգացման հիմնադրամի գործունեության մեկնարկը տրված է։ Հիմնադրամը նպատակ ունի տեղական եւ միջազգային կրթական կառույցների եւ պետությունների միջև բովանդակ գործակցության զարգացման միջոցով նպաստել Հայաստանում եւ Սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանն ու կրթական արդյունքի դրական փոխակերպմանը։ Դաշինքի հիմնադիրներն են ԱԻԲ Դասավանդիր Հայաստան, Սիմոնյան կրթական հիմնադրամները, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը, Հայ կրթական հիմնարկությունը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։ Մենք անպայման անելու ենք վերլուծական աշխատանք, այսինքն հասկանալու իսկապես կրթության հիմնախնդիրները որտեղ են, իսկապես ամենամեծ ուժեղ կողմերը որտեղ են եւ թույլ կողմերը որտեղ են, տվյալահենա լինելու այս գործընթացը, որպեսզի մաքսիմալ հետազոտահեն լինի։ Այդ վերլուծական նաեւ նյութերի հիման վրա անելու ենք երկու բան։ Մեկը հանրային իրազեկումն է եւ հանրային քաղաքականության ձևավորման վրա ներազդումը, երկրորդը լինելու է հենց արդեն կոնկրետ լուծումների առաջադրումը, որը այս հիմնախնդիրները լուծելու համար այս ծրագրերն է պետք անել։ Համահիմնադիրները նշում են, որ հանրային տիրույթում փորձագիտական, առողջ եւ փաստահեն քննադատական խոսքի բաց կա։ Նրանք հույս ունեն, որ դաշինքի գործունեությունն օգտակար կլինի մասնագիտական դաշտում հանրային եւ հրապարակային խոսույթի որակի բարելավման հարցում։ Քանզի այն միտում ունի յուրաքանչյուր բարեփոխման մասին ունենալու բովանդակային, փաստարկված եւ հիմնավորված մասնագիտական կարծիք, դիտարկումներ, որոնք անհրաժեշտ են բարեփոխումների արդյունավետության բարձրացման համար։ Շատ լուրջ եւ ծանր կրթական խնդիրներ կան նաեւ Սփյուռքում։ Մենք ամենտեղ ունենք հայոց լեզվի նահանջ, ամենտեղ ունենք հայկական դպրոցների այսպես սահմանափակում, նվազեցում եւ սրա դեմը պետք է առնել ինչ-որ ձևով։ Եվ կարծում եմ այս կրթական դաշինքը մեծ ներուժ ունի ներազդելու նաեւ Սփյուռքի կրթական իրավիճակի վրա։ 405 կրթական դաշինք զարգացման հիմնադրամի տնօրեն Շամամ Գևորգյանն էլ ընդգծում է. հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում եւ Սփյուռքում բարձրակարգ եւ արժեքահեն համակողմանի կրթության արդար ու հավասար հասանելիության ապահովումը, կրթության իրավունքի լիարժեք իրացումն ու հայկական մրցունակ եւ նորարար կրթական մոդելի մշակումը։ Հասկացանք, որ Հայաստանի նոր առաջարկ է պետք կրթության գործիչների համար, կրթության կառույցների համար, այն մասնագետների, ովքեր հավատում են կրթության ու ճանաչողության ուժով իրական ճշմարտություններին հասնելու գաղափարին։ Սա հավատի ու վստահության նախաձեռնություն է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ընդգծում է հիմնադիր կառույցների հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործակցությունը եւ նշում, որ նախաձեռնված բարեփոխումները նպատակ ունեն կուտակված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնել, ապահովելով կրթության որակի բարձրացում։ Շատ մտահոգում է կրթության ոլորտում մարդկային կարողությունների եւ մասնավորապես փորձագիտական կարողություններ ունեցող մարդկանց օբյեկտիվ ներգրավվածությունը։ Մենք քննադատություն, կառուցողական առաջարկներ լսելու մեծ անհրաժեշտություն ունենք եւ վստահ եմ, որ դաշինքը դառնալու է այն հարթակը, որտեղ մենք կարողանալու ենք նաեւ միասին քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են, բայց իրականացվում են ոչ այնքան արդյունավետ։ Բոլոր այն ծրագրերը, որոնք մեր մտքում ունենք իրականացնել, բայց կարող ենք միասին քննարկել եւ հասկանալ ինչպես անենք, որ ավելի արդյունավետ դրանք իրականացնենք։ Փոխնախարարը նշում է, կարիք կա լսելու, միասին քննարկելու առկա խնդիրներն ու գտնելու դրանց լուծման ճիշտ ուղիներ։ Լուսինե Գրիգորյան, Սերյան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։